Տաթև, գեղեցիկ մի անուն, ինչ է Տաթև, Տաթևն առաքյալ է, Եվստաթիոսն է, Քրիստոսի 72 աշակերտներից մեկն է, Տաթևը, և մենք շատ ես չգիտենք, որ Տաթևն առաքյալ է, Ստաթևը Եվստաթիոս առաքյալ է, Քրիստոսի 72 աշակերտներից մեկն է, Թադեոս առաքյալից հետո քրիստոնեությունը հայոց աշխարհի վրա բերող մեծագույն Քրիստոսի աշակերտներից մեկն է, առաքյալն է, և քրիստոնեությունը հայոց հողի վրա շատ հին խոր արմատներ ունի, շատ խոր, հենց քրիստոնեության ակունքներից սկսած մեր հայրենիքում քրիստոնեությունն է հաստատվել, և գիտեք, որ Տաթևանքը հենց առաջին քրիստոնեական վայրերից մեկն է, ուրեմն եթե Եվստաթիոս առաքյալն է այստեղ քարոզել, ուրեմն 2000 տարվա պատմություն ունի պատմականորեն Տաթևի վանքը, որտեղ ավանդության համաձայն այստեղ անգամ Եվստաթիոս առաքյալի դամբարան մատուրն է պահպանվել, հնամենի դամբարան մատուրը, 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սուրբ Խաչ եկեղեցին է կառուցվել, երբ որ մենք պետականորեն քրիստոնեություն ընդունեցինք, Տաթևը կրկին առաջին սրբատեղերից մեկը եղավ հայոց հողի վրա, եթե առաքելական պատմական հնություն ունի, ապա լուսավորչական շինարարական հիմք ունի Տաթևը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն է այստեղ առաջին եկեղեցին կառուցել, Սուրբ Խաչ էր անունը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն է Սուրբ Խաչ եկեղեցու հիմքերում բերել Պողոս Պետրոս առաքյալների մասունքներն է բերել այստեղ, 4-րդ դարում, և հետագայում, երբ որ Տաթևի վանքի միաբանությունը մեծացավ 9-րդ դարի վերջում, և Գրիգոր Լուսավորչի կառուցած հողաշեն եկեղեցին արդեն խարխլվել էր, Հովհաննես եպիսկոպոսը աղոթում է, ասում է, Տեր Աստված, խնդրում եմ ինձ ցույց տուր, ինչ անեմ, Գրիգոր Լուսավորչի կառուցած եկեղեցին ինչպես ես քանդեմ, ինչպես նորը կառուցեմ, բայց միաբանությունը մեծ է, արդեն քանդվում է, ինձ ցույց տուր, և տեսիլքով Հովհաննես եպիսկոպոսին երևում են Պողոս և Պետրոս առաքյալները, Պողոս առաքյալը ձեռքին գիրք ուներ, տալիս է Հովհաննես եպիսկոպոսին և ասում, վերցրու, սա ճշմարիտ ուղղափառ հավատքի վարդապետությունն է, որ փոխանցում եմ քեզ, որը Տաթևի վանքից պետք է ավանդվի մարդկանց մինչև աշխարհի վախճանը, և բոլոր նրանք, ովքեր կուզենան լսել այս ճշմարիտ քարոզը, ճշմարիտ ուղղափառ վարդապետությունը Տաթևից կլսեն։ Պետրոս առաքյալն էլ բանալիներն է տալիս Հովհաննես եպիսկոպոսին և ասում, վերցրու, սա երկնքի արքայության բանալիներն են, ովքեր կուզենան մտնել երկնքի արքայության, այստեղից դուռը բաց կլինի երկնքի արքայության, մինչև աշխարհի վախճան։ Այսպիսին էր տեսիլքը Հովհաննես եպիսկոպոսի և հրեշտակը նաև ցույց է տալիս Տաթևի վանքի Սուրբ Պողոս Պետրոսի եկեղեցու ճարտարապետությունը, տեսնում եք, որ չան գեղեցիկ է, սքանչելիք է, դա հրեշտակն է նախագծել տվել Հովհաննես եպիսկոպոսին և ասել է կառուցիր։ Եվ երբ հրամանը ստանում է Գրիգոր Լուսավորիչ հայրապետի հողաշեն Սուրբ Խաչ եկեղեցուն քանդելու, հիմքերում գտնում է Պողոս Պետրոս առաքյալների մասունքները Գրիգոր Լուսավորչի մասնատուփի մեջ և նրա մատանիով կնքված, անում է նոր մասնատուփի մեջ է դնում և իր եպիսկոպոսական մատանիով կնքում է Սուրբ հայրապետ Հովհաննես եպիսկոպոսը, Սյունյաց, զետեղում է նոր Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հիմքերում և կառուցում է սյուների հիմքերում, 895 թվականին սկսում է Սուրբ եկեղեցու կառուցումը 11 տարում, 906 թվականին ավարտում է, ամբողջ աշխատանքի նախաձեռնությունը, հովանավորությունը հանձն է առնում Սյունյաց, Գահերեց, Աշոտ իշխանը և բարեպաշտ Շուշան իշխանուհին, Սուրբ Պողոս Պետրոսի եկեղեցու արևելյան պատին դրսից
երկու դիմականդակներ կան, դրանք Սուրբ Աշոտ իշխանի եւ Շուշան իշխանու դիմականդակն, բարեպաշտ առաքինի Սուրբ իշխաններ եւ իշխանուհիեր, որոնց մասին Ստեփանոս Օրբելյանը գրում է իր Սիսական նահանգի պատմության մեջ։ Եվ այսպես վեր է խոյանում Սուրբ տաճարը Պողոս Պետրոսի եւ Տաթևի վանքը դառնում է Սյունյաց թագուհին եւ այսօր էլ կա եւ մնում է Սյունյաց թագուհին, կարծես արծիվ լինի, որ իշխում է երկնքից ողջ Սյունյաց աշխարհի վրա եւ կարծես Սյունիքի սիրտը լինի, ինչու, որովհետեւ հենց Սյունիքի կենտրոնում է գտնվում, մի կողմում Սիսյանն է, մի կողմում Կապանն է, մի կողմում Գորիսն է եւ մեջտեղում Տաթևն է եւ բարձր է Տաթևը եւ վեհ է Տաթևը եւ սիրտն ու թագուհինն է Սյունյաց աշխարհի Տաթևը եւ թող Տաթևը օշնի մեզ բոլորիս ամեն